Այսօր խոսելու եմ K պահական քաղաքապետերից մեկի թալանի մասին, հրապարակելու եմ անհերքելի ապացույցներ։ Բարև ձեզ ընկերներ, շնորհակալ եմ բոլորիցդ, որ կանջալուր եղաք եւ վերջ տվեցիք հայհոյանքներով խոսելու երկրում ձևավորված վատ ավանդույթին։ Ինչքան էլ դարը փոխվել է, սակայն մեր մեծերի խոսքերը գնալով ավելի արդիական են դառնում։ Երբ ուզում են մեզ վնասել, պետք է բաժանել։ 38 տարի մեզ բաժանել են։ Հիմա ճիշտ ժամանակն է մի կողմ թողնելու այլակարծությունները եւ հաշտվել այն իրողության հետ, որ մենք հայերս պետք է մի բռունցք լինենք, որպեսզի դիմակայենք մեր դեմ ուղղված քայլերին։ Այսօր եւս կխոսեմ մի քանի թեմայի մասին։ Այսուհետ բոլոր փաստաթղթերը հրապարակելու եմ իմ Telegram-յան ալիքում։ Կարող եք միանալ, համոզվել, որ այն ինչ ասում եմ հիմնավորված։ Ընկերներ, Շիրակի մարզում կա խոշորացված մի համայնք, որի ղեկավարը ոչ միայն չի տիրապետում տարրական մաթեմատիկայի, այլ նաև անթաքույց թալանի ջատագով է։ Խոսքը գնում է Ախուրյանի մասին։ Խնդրում եմ ուժային կառույցներին արձագանքել ստորև ներկայացվող տվյալներին, իսկ Նիկոլ Փաշինյանին պատասխանել հետևյալ հարցին. արդյոք Հայաստանում կա համակարգված թալան, ով է դրա հովանավորը, կրկին նախկինները, թե այս անգամ Տաջիկստանի դեմոկրատական կուսակցությունը։ Սկսեցինք։ Ինձ հասած փաստաթղթերով պարզ երևում է, որ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանը դասական թալանչու վառօրինակ է, ում տեղը կարծում եմ KGB-ի պատվանում է։ Այսպես, Զավենը 27 միլիոն դրամի պայմանագիր է կնքում մեկ ընկերության հետ, որի մեջ մտնում է ընդհանուր թվով 37 տարբեր գործողություն, օրինակ դաշտամիջյան ճանապարհների հարթեցում, խճապատում, գծանշումներ, շների ստերջացում եւ այլն։ Սա արդեն իսկ օրենքի խախտում է, քանի որ հնարավոր չէ մեկ մրցույթով նման մեծ թվով աշխատանքներ մեկ ընկերության բաժին հասնի։ Հիմա ամենագլխավորը, այդ ամենը կատարում է Աճեմյան Սերգեյի ընկերությունը, Աճեմյան շինը։ Ամենազավեշտալին այն է, որ վերոնշյալ Սերգեյը ընդամենը տաքսու վարորդ է, Գյումրիում անգամ ասում են Որց Սերգեյի տաքսի։ Անցնենք առաջ ընկերներ, հիմա կասեք հայը միայն խոսում է, ոչ բարեկամներ։ Այս ապօրինությունների մասին տեղյակ է լինում K պահական մարզպետ Մուշեղ Մուրագյանը, տրվում է հանձնարարական պարզելու համար։ Իմ ձեռքի տակ է հայտնվել այդ հանձնարարականը, որը կհրապարակեմ Telegram-յան ալիքում։ Այսպես, Մուշեղ Մուրադյանը անօրինականության մասին տեղեկանալով լռում է, կոծկում թալանի մասին վկայող փաստերը։ Մուշեղ Զավեն այս արատավոր մեխանիզմը կոծկելու կնքահայրն էլ ըստ անենայնի հանդիսանում է գյումրեցի դեռևս պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Հիմա բացատրեմ ինչու։ Վերահսկողը այդ ամենի եղել է հենց վերոնշյալ պատգամավորի օգնական Լիլիթ Ծատուրյանի հայրը։ Դե հիմա ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Մեկ այլ խոշոր թալանի դեպք եւս կհրապարակեմ նույն համայնքին վերաբերվող։ Իդեպ, սրա մասին տեղյակ են եղել նաև ոստիկանությունը, եւ մինչ այս որևէ անձ չկա ձերբակալված։ Նույն Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղում 5 կիլոմետր երկարությամբ խողովակներ են անհետանում կամ վաճառվում, որոնց արժեքը կազմում է 70,000 ամերիկյան դոլար։ Զավեն Մանուկյանը, երբ հասկանում է, որ արդեն ոստիկանությունը սկսել է զբաղվել խողովակներով, արդեն հետին թվով փորձում է ավականու որոշումով ընդամենը 1 կիլոմետր խողովակի ապամոնտաժման հարց լուծել։ Ընկերներ, այդ համայնքում տիրող թալանը աննկարագրելի մեծ է։ Սրանք ընդամենը 2 դրվագն են։ Հիմա դիմում եմ Գորիսեցի Արուշ Արուշանյանին։ Ընկեր Արուշանյան, քո համայնքում մարդիկ ապրուստի խնդիր ունեն։ Խոսքս Խնձորեսկ գյուղի բնակչի մասին է։ Կարծում եմ, ճոխ կյանքով ապրելով մի փոքր դժվար է նկատել օրվա հացի խնդիր ունեցողներին։ Բայց հիմա ուղիղ ասում եմ, Խնձորեսկ գյուղի Մհեր Բուդաղյանը ունի խնդիր, ով քեզանից գումար չի ուզում, այլ հող, որը կմշակի եւ կկարողանա ընտանիքին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ Վստահ եմ, որ շատ արագ խնդիրը լուծում կստանա, պարոն Արուշանյան։ Ընկերներ, նամակները շատ են։ Ամեն օր կանդրադառնամ 1 կամ 2 նամակի։ Վստահեցնում եմ, որ չեմ անտեսելու ոչ մեկի խնդիրը։ Կենցաղային խնդիրները եւս շատ կարեւոր են, բայց նաեւ կարեւոր է այն, որ մեր հասարակությունը տեսնի, որ Նիկոլի ասած Հայաստանում համակարգային թալանը չի վերացել։ Շնորհակալ եմ համբերատար դիտելու համար։ Հարգանքներով, ձեր հայը։